բերելու։ Որպեսզի կարողանան գյումրեցիների ուշադրությունը շեղել Մարտուն Գրիգորյանից, որը է սուդը։ Ուրեմն բոլորը եկել են ունենում գյումրեցու ասածի պես մեկը մեկի դերան կկած։ Ասում են ժողովուրդ ջան, ուտը ելել է մեկի դեր։ Նա այդտեղ դուք պիտի մտածեք։ Այդ ուտից 7-ը ժամանակին ձեզ է պաշտպանում։ Ժամանակին այդ մարդիկ ձեր իշխանության են բերել։ Հիմա դուք մտածեք, թե ինչի են այդ 7-ն էլ ելել ձեր տեղը։ Ինչով է պայմանավորված այս ամեն ինչը։ Դա ձեր մտածելիքն է։ Դուք պիտի այդ մասին մտածեք, դա մեր խնդիրը չէ։ Էդ է։ Երկրորդը, ասում եմ այդ ուտին, որը դրեք, անվանական ենք հատուկ շեշտադրում ենք։ Մարտուն Գրիգորյանը և մնացածները գնալու են իրենց քվեն տան Վարդան Ղուկասյանին։ Ուրեմն ինչու՞մն է խնդիրը։ Խնդիրը նրանում է ժողովուրդ, որ իրենք դրանով փորձում են այն գյումրեցիներին, ովքեր որ ընտրել են Մարտուն Գրիգորյանին ու այն մյուս տղաներին, դրանով այդ մարդկանց շեղում են, մտածելու ինչ-որ փորձում են առիթներ տալ։ Այսինքն, եթե մարդիկ չեն ուզում ընտրել Վարդան Ղուկասյանին, այդ մարդկանց իրենք արհեստական ասում են, որ ժողովուրդը Մարտունին էլ ընտրելու եք մեկը Վարդանին։ Ինչու են այդ ամեն ինչը անում, որպեսզի ձեզ հիասթափեցնեն ու չթողնեն, որ գնաք ընդդիմության։ Չգնաք ընդդիմության, որպեսզի իրենց նախապես զարգաց, չգիտեմ, այնտեղ գրանցած մարդկանց ցուցակները կարողանան ճիշտ ռեալիզացիա անել։ Եթե դուք գյումրեցիները այդ հայտը սուր եք տալու, արդյունքում իրենց վաճառական ռեսուրսները, այդ ցուցակները հանդիպել ու մնացած ազգերը գալու են ձեր փոխարեն ընտրել ձեզ քաղաքապետ։ Նպատակը այդ է։ Երրորդ այդ որ ասում են բոլորը գնալ են ձայն տան Վարդան Ղուկասյանին։ Այդ որտեղից այդ վստահությունը։ Ովքեր են այդ հարցումները անում։ Ինչու է գործող իշխանությունը շահագրգիռ, խառնված իրար, ոգևորված, գովազդում, գյումրեցիների ուշադրությունը շեղում դեպի Վարդան Ղուկասյանը։ Այստեղ մտածելու լուրջ առիթ է ժողովուրդ։ Քարոզանշանը չսված ձեր պատահություն, երեք տասնյակից ավել հրեական գործ կա տվյալ տեխնազուի վրա, ապօրինի զենք զինամթերքով ձեր պատահություն են անում, տանում են բաժին, հետո բացում։ Դրանով մեծ հնարավորություն տալիս ընդդիմության մեջ 8 տեխնազուներից մեկի։ Եվ այդ օրվանից սկսվում է կոնկրետ դեպիշացնել մեր ընդդիմադիր տեխնազուի, մյուսներին կապել կամ ցեխ շպրվել այդ մարդկանց վրա։ Ընտրել են ամենախոցելի ընդդիմադիր տեխնազուին, ես կոնկրետ գիտեք, չեմ սիրում անուններ տալ, բայց ոնց որ թե չափերն անցել են, եւ ես ստիպված եմ ամեն ինչը ասել, որպեսզի մեր ժողովուրդը լավ հասկանա, լավ պատկերացնի ինչ է կատարվում։
Անդրել է իշխանությունը ամենախոցելի ընդդիմադիր թեկնածուին, որի վրա 3 տասնյակից ավել քրեական գործ կա, եւ կուզենան տվյալ թեկնածուին, որ պարտիաները կուզենան կկալանավորեն ու ոչ մի գյումրեցի չի կարողանալ ելնի պայքարի, որովհետեւ մի միջին մակարդակի իրավապահ մարմինը դուրս է գալու բողոքող ժողովրդի դիմաց։ Ցույց են տալու գործեր եւ ասում են գնացեք լսեք քննելներ։ Կինոն վերջացավ։ Այս է